Եթերում տեսլականն է բարև ձեզ։ Կարևոր հարցերի շուրջ այսօր խոսելու եմ հայագետ հնագույն քաղաքակրթությունների անկախ հետազոտող Վազգեն Գևորգյանի հետ։ Նա շատ կարևոր ասելիքով է եկել։ Մնացեք մեզ հետ։ Այսպես փլվավ կեղծիքը դուրս եկավ ջրի երես։ Այսօր կեղծիքը դուրս է եկել ջրի երես։ Իա։ Այ քեզ բան Արեգ ջան, շատ կարևոր իրադարձություն կատարվեց մեր աչքերի առաջ։ Զերծվեց, հասկանու՞մ, դիմակը դուրս եկավ։ Այդ բելական համակարգը վերջապես ցույց տվեց իրան բացահայտ, որ ինքը անմարդկային մարդակեր համակարգ է։ Ռեցեսիայի արդեն այդ մեկ շրջափուլը ավարտվել է։ Ցտի տոպրակը նորից եմ ասում, տրակեց։ Այո, մեր աչքի առաջ Հայկը ժամանակն է։ Ժամանակը իրեն ժամանակին իրեն գործողությունը արեց։ Բարև ձեզ, պարոն Գևորգյան։ Բարև ձեզ։ Հոգաչափ շնորհակալ եմ, որ այսօր ժամանակ հատկացրեցիք եւ եկաք զրուցելու։ Ես նույնպես։ Պարոն Գևորգյան, միանգամից ուզում եմ հարցնել։ Այսօր մեր ազգային ինքնության հիմնաքարերը թե ներսից, թե դերսից ամեն ինչ անում են, ուզում են, որպեսզի ջարդեն եւ նրանց մոտ ինչ որ ձևով նաեւ ստացվում է։ Եթե չի ստացվում, ինձ կփորձեք հագադարձել։ Այս քաղաքականությունը ինչի է հանդիպելու, ինչի է հասնելու եւ ինչ նպատակով է ոչնչացվելու։ Ուրեմն ինչ կարելի է այսօր ասել, որովհետեւ շատ կարևոր իրադարձություն կատարվեց մեր աչքերի առաջ։ Այդ իրադարձությանը ուրեմն սպասում էր մարդկությունը 4000 տարի, մի քիչ նույնիսկ ավել։ 4000 տարի։ Այսինքն 4000 տարին մենք ինչը նկատի ունենք, երբ ուրեմն կառուցվեց այդ բռնատիրական կեղծ համակարգը, որը կոչվում էր Բաբելոնյան աշտարակ, հա, աշտարակը ինչ էր այդ բաբելոնյան, մարդիկ պետք է մի քիչ խորանան, որ տեսնեն, հա, ինչ էր։ Դա մարդի ուրեմն գաղափարախոսությունն է, այն գաղափարն է, որ սրանք դրեցին այն ժամանակ հիմնարկեցին, կառուցեցին այդ բուրգը վերևից ներքև եւ բռնադատեցին մարդու ազատ կամքը, խիղճը, ամեն ինչը, էլի, որպեսզի նրան տիրեն, ծառայեցնեն իրենց նպատակներին, նրանք այդ կեղծ համակարգը ուրեմն հիմնարկեցին հենց այդ 4000 տարի առաջ եւ այն ժամանակ ուրեմն արդեն բելը մենք գիտենք դրա ներկայացուցիչին, այո, եւ Հայկը չհամաձայնվեց այդ համակարգին եւ դեմ դուրս եկավ, հաղթեց ու շարունակվեց։ Իմիջիայլոց Բաբելոնյան ուրեմն այդ բռնատիրությունը իհարկե հետագայում որպես պետություն, որպես բռնատիրություն քանդվեց, այո, բայց գաղափարը չկործանվեց։ Գաղափարը մնաց։ Ամենավտանգավոր բանը, որ պետք է ավելավ էր այդ պետությունը մնար գաղափարը կործանվեր, քանց թե հակառակը եղավ։ Եւ արդեն այդուհանդերձ գաղափարը, պարոն Գևորգյան, վերջնականապես կործանվեց։ Այն ժամանակ ուրեմն ինքը հիմնադրվեց եւ ասում եմ, եղավ շարունակական, որտեվ Բաբելոնը չկար, արդեն եկավ ասորական, ուրեմն այդ սեմիտական աշխարհը, բելական աշխարհը, այսպես ասենք, ձևակերպենք, որը ընդհանրական լինի, ուրեմն իր այդ գաղափարահենքով, իր բռնատիրական այդ ուրեմն կարգն ու համակարգը, այսպես ասած ճակերտներով շարունակեց մինչև մեր օրերը։ Ուրեմն դա կատարվեց, նորից եմ ասում, այդ 4000 տարի առաջ եւ ուրեմն այդպես փոխանցումով եկավ հասավ, ասենք, հռոմեական կայսրությունը վերցրեց այդ գաղափարը։ Այդ գաղափարը, օրինակ, հետարքիր մի հատ բան կա, որ մենք դա չենք հիմնառում, հա, ուրեմն իրանք, երբ որ իրենց գաղափարախոսությունը յուրաքանչյուր բռնատիրություն, հա, հիմնադրում է, ուրեմն անպայման ինքը կռիվ ունի տալու ժամանակի հետ։ Ամեն համակարգ ուրեմն խնդիրներ ունի ժամանակի հետ, քանի որ այսպես թե այնպես ամեն համակարգ ստեղծվելուց գոնե ինքը հասկանում է, հստակաբար գիտի, որ համայնի կառավարողը դա ժամանակն է։ Եվ դրա համար այդ ժամանակի
ժամանակային այդ համակարգը ինքը ուզում է դրան վերցնել եւ կառավարել դրա միջոցով։ Այն որ մենք ասում ենք հայկյան բունտոմար եւ գիտենք նաեւ նրանց, ուրեմն այդ անկատար լուսնարևային, ուրեմն տոմարական օրացույցային ընդամենը անկատար խոտան համակարգը ինչի համար նրանք հիմնադրեցին ժամանակի կառավարումը ձեռքները վերցնելու, որտեղ ամեն ինչը տրված է այս աշխարհում, չէ, ժամանակին։ Ժամանակը ամեն ինչ ստեղծում է եւ ամեն ինչ կարող է վերջապես փլուզել։ Ինչ է ստացվում, Ասորեստան այդ գաղափարը վերցրեց, հետո այդ գաղափարը վերցրեցին հռոմեացիները եւ փորձեցին հասան մեր օրերը։ ժամանակի կառավարումը վերցրեցին իրենց ձեռքը, այո, իրենց ձեռքը, տեսեք, այդ ակադական իմիջիայլը շումերների ակադները այդ տոմարական համակարգը հիմնարկեցին լուսնային այդ լուսնարևայինա կոչվում, ինքը լուսնով հաշվում են, մեր 12 օր էլ ավելացնում են, 11-12 օր, դառնում է անկատար մի հատ բան, ինչքան ուզում ես այդ 12 օր ավելացրու այդ լուսնային անկատար 354 օրվան, հա, միևնույն է ժամանակը ուրիշ բան է, հասկան, օրացույց չի, ժամանակը հստակ համակարգ է, հա։ Ավելի մանրամասնենք, պարոն Գևորգյան, ասորեստանցիները ժամանակը փորձեցին տոմարով խեղաթյուրել, ճիշտ է, նոր տոմար ստեղծել լուսնային եւ այդ խեղված ժամանակը նաեւ վերցրեցին հռոմեացիները նպատակ ունենալով խեղված տոմարով ժամանակը կառավարել։ Այո, ուրեմն ստեղծվեց, նորից եմ ասում, Բաբելոնյան մենք բուրգի մասին էինք խոսում, այդ աշտարակի մասին, այն համակարգը բռնատիրական, որը պետք է գաղափարներ բերեր եւ որպեսզի այդ գաղափարը գործառվեր, պետք է տեր լինեին նաեւ նրանք ժամանակի այդ ընթացակարգին։ Դա համար նրանք վերցրեցին իրենց այդ մարտի 21-ով այդ ակադական անկատար լուսնային, ուրեմն տոմարական օրացուցային հաշվարկը եւ հասցրեցին մինչեւ մեր օրերը, որտեւ այդ Մոշիախի գալուստը պետք է լինի ամսի 21-ին։ Հա, պատկերացնում ես ինչ եմ ասում, հա? Ով էր դա։ Էդի հрьяաների փրկիչն է, որ պետքա գա եւ նոր ժամանակաշրջան լինի, էլի։ Այսինքն այնտեղից մինչեւ այստեղ նույն համակարգը գործում է եւ նույն տոմարական, այսպես ասած, համակարգն է, բայց դա տոմարից դենը դնենք, սա ժամանակի կառավարման համակարգ է, հասկանում ես։ Ստորադաս։ Մեկ նախադասություն դրան էլ անդրադառնանք։ Ինչ է ստացվում այդ հрьяաների աստվածը, որը ընդունվում է մարտի 21-ի գալուստով, այդպես է։ Հիմա այդ փրկիչը, աստվածը չի։ Այդ գաղափարը փրկիչն է, փրկիչը, ըստ հрьяաների։ Այսինքն մարտի 21-ի գաղափարը տանողները ինչ է ստացվում, որ հрьяական փրկչի գալուստն են ուզում փառաբանել։ Հա, կուրամտությունն է, բա իրենք չեն հասկանում։ Ուրեմն նայեք, հիմա ամեն մարդ, Արեգ ջան, այդ համակարգը, որ ասում են գաղափարը դրվեց, այդ 4000 տարին ուզես թե չուզես դու այդ համակարգային դրույթներով ես ուրեմն ապրել, հասկանում ես։ Քո կենցաղը համակարգված է եղել այդ գաղափարների, ըստ այդ գաղափարներին, արժան, ոնց որ ասում են։ Ու նաև շատ դժվար է։ Դու հիմա էլ, իհարկե, այսինքն նայ ինչա կատարվում մարդու հետ, ինչ են արել, բռնադատել են իրար, այսօրվա մարդուն, որ ասում ես հայք, տիեզերք, գիտություն, ժամանակ եւ այլն, ասում հա ամեն ինչ ճիշտ ես ասում, բայց դու իրականությունից դուրս բաներ ես խոսում։ Որ իրականություն։ Անիրատես ես, ասում ես մեր աշխարհ քաղաքական, ես մեր առօրյան, այս շրջապատը տենց բան չկա, դու ում ես ինչ բացատրում։ Իսկ ով է հիմնավորում, որ այսօրվա իրականությունը ամեն մարդ բացարձակ ճշմարտություն է։ Իրան պետք չի հիմնավորել, ինքը իր մեջ գիտի, որ դա բացարձակ կեղծիք, հա, բայց ինքը ասում է ես ինչ անեմ, հա բա գիտի, ախր մարդը գիտի, ու ինքը հիմար չի։ Այսինքն ծառայում են չարուզը ուժերին։ Այն ոնց է բանը, չէ, դերասանը ոնց է, ասենք խոսքի օրինակ, չէ։ Այո։ Ինքը ուրիշ մարդ է, գնում է բանը, բարձրանում է բեմը ուրիշ դեր է խաղում, չէ։ Ինքը լավ մարդ է, գնում է մարդասպանի դեր է, չէ, խաղում։ Միթե հայը կարող է այդպես բան անել։ Ամեն մարդ կարող է անել, ստիպողական, ստիպել է, համակարգը ստիպել է, որ դու ենթարկվես իրան, հա, ստիպել է, պարտադրանք է դա, ու իր մոտ ստացվել է։ Եվ դրա համար հայկյան համակարգը արդեն կորավ,
տեսանկյունից կամ էլ վերացական ինչ-որ առասպելաբանություն եւ այն որ հիմնարար գիտություն է, հասկանում ես, ասին դա մեզ պետք չի, մեզ եւը փող չի տալի։ Մեր փորները չի կշտացնում, համել հեսա կոպիտ ուրեմն էս մեր կենցաղը եւ այլն աշխարհ քաղաքական իրադրությունների մեջ ես իմ տեղը որպեսզի իմանա ունենամ, հա կգնամ այդ համակարգին կծառայեմ, ինչ ա եղել։ Իրան չափ սուտ չեմ խոսա, իմ չափի սուտ խոսամ, հետո կգնամ Հռոմի պապի մոտ, չէ։ Վատիկան։ Դե ինդուլգենցիան գիտես ինչքան արժի։ 50 եվրո։ Ինչ մեղք ուզում ես գործի, գնաս Վատիկան 50 եվրո կտաս, դա իրականություն է, ես կատակ չեմ ասում, անում, հա։ Մեղքերի քավություն ես, անում 50 եվրո փող ես տալիս, ասում հա, քաված է մեղքերդ, որցյակ։ Հիմա այս մարդը ինչ կանի, էլի կգա մեղք գործի, կասի լավ է, էլի բանը, փողով կարողանում մեղքերս, չէ, ու հարմար է գիտես, չէ։ Հիմա ամեն մարդու դա հարմար է։ Երբ որ դու գնում ես, ասում ես ապաշխարիր բան, մեղքերից թողություն տուր, փողը տալիս ես, մարդը ասում է ինչ ա եղել որ։ Երկկողմանի շահավետ գործակ, բոլորը գոհել։ Լավ է, չէ՞, սենց։ Հիմա էդի բելական համակարգն է, նորից եմ ասում։ Եվ ամենակարևոր բանն եմ ասում, այն որ ասում են միջազգային իրավունքի ինստիտուտ, օրենքներ, օրինականություն, փլվավ, վերջ։ Այն է ստվարաթղթի տնակի նման, այսպես փլվավ կեղծիքը դուրս եկավ ջրի երես։ Այսօր կեղծիքը դուրս է եկել ջրի երես։ Իա։ Այ քեզ բան Արեգ ջան, ուրեմն հիմա ամբողջ աշխարհում ինչ կատարվեց։ Այն որ ասում էին բաները Իրանը, Պարսիկը, չէ, ինքը հետամանաճ ժողովուրդ է, մնացել է 15-րդ դարում եւ այլն, չէ, ամբողջ աշխարհը terrorist է, այսա այնա, չէ, հետամանած terrorist է, վայրենա բարո։ Պարսիկին ամբողջ Եվրոպան, բան, Ամերիկան, մնացած բոլորը տենց էին, մտածում էին, հա, տենց, այլ փակ համակարգա չես գնացել, չես տեսել ինչ իմանաս, չէ՞։ Ինչ եղավ։ Ուրեմն նա ցույց տվեց իր տեխնոլոգիական հզորությունը մտքի, պարզվեց, որ նույնիսկ իրանց ղեկավարները գիտնականներ են, հա, Լարիջանին, Խոմեյնին, մյուսները, բոլոր գիտական կոչում ունեցող մարդիկ են, էդ էլ որ չլներ իրանց գերզայնային հրթիռները արդեն հերիք է, չէ, որ մենք հասկանայինք։ Շատ միասնական բայց ամենակարևորը իրանց գաղափարական միասնությունն էր։ Գաղափարական միասնությունը դա տնտեսական պայքար չէր, դա ուրեմն գաղափարի պայքար էր։ Իրանք ասեցին, չէ, Խոմեյնին մահվանից առաջ ասեց սա տնտեսական չի, գաղափարի պայքար է, հա, այն որ առյուծը ցուլին խեղդում է, չէ, այդ առյուծը ցուլին որ խեղդում է, այդ գաղափարը դուք կարող եք տենալ, բոլորը կարող են, դու ուշադիր թող լինեն, էլի։ Հա, լավ չի կներես, նորից եմ ասում, թե ընդհանրապես ապուշ լինել անուշադիր։ Ուրեմն որ գնում եք, նայեք ձեր հիմքերին, յուրաքանչյուր տաճարի վրա, մեր եկեղեցիների վրա, ուրեմն այդ առյուծը հենց ցուլին խեղդում է, սա է, այն հին, դա ինչ է նշանակում, դա շատ խոր իմաստ բան է, ցուլը այդ բելական համակարգն է, առյուծը հայկյան համակարգն է, սենց է։ Հիմա հայկյան համակարգը խեղդեց բելական համակարգը։ Բա ժամանակը, հիմա որ ասում են արեք քրոնոլոգիան, նայ, քրոնոլոգիա, չէ, որ թարգմանենք, ասում է ժամանակագրություն, չէ, ուրեմն ժամանակը բոլորին ղեկավարողն է, ստեղծողն է, կործանողն է եւ այլն, հասկանում ես, ամեն ինչը ժամանակին է տրված։ Ժամանակից բարձր ոչինչ գոյություն չունի։ Ժամանակը հագեցած է իր կենսատեղեկատվությամբ։ Ով է ժամանակը Հայկը։ Հայկը ժամանակը արարի կառավարիչն է։ Հասկանում ես, ազգը այնքան է խոտորվել իր միտքը, այնքան է կուրամտածել, որ այս գեր հզորությունը չի կարողանում ընկալի։ Ասում ով է եղել Հայկը, մածուն կերել, հա, այնտեղ վերցրել է ինչ-որ նետով բելինախ, տենց բան չի։ Հայկը բարձրագույն էություն է եւ բանականություն։ Եթե ասում եք դա այդպես չէ, գնացեք Ռոբերտ Օդելին, ուրեմն կարդացեք, որը բացահայտեց, որ Հայկի միգամածությունները ուրեմն աստղերի ծննդատուն են, հասկանում ես, ընդլայնում են տիեզերքը, էլի հիմա ով եղավ Հայկը, հասկանում եք, մածուն ուտող, նետահարող, թե տիեզերական համակարգ։ Այդ նետով խփելա, որ դու այն որ ստորադասվել ես,
գոնե պահես քո նահապետի անունը որպես հաղթություն, էդ էլ չես պահել, էլի, որտեղ այդ հաղթություն գոնե պիտի բան անես, չէ, հաղթության օր ունենաս, չէ, եթե որևէ մեկը մի հատ հաղթող հերոսա, չէ, ունենում։ Կարևոր քաղաքացիներ ունենք, պարոն Գևորգյան։ Հա, դե սենց էլի, հա։ Հա, ոնց։ Ասում ես, արեք այդ օգոստոսի 11-ը անենք հաղթության օր։ Գոնե էլի։ Որքան փառապանս կստացվի, պարոն։ Չէ, կստացվի, ճիշտ է, չէ։ Ինչքան վեհ կստացվի։ Այո։ Հա, այո։ Բայց էլի հաղթության օր է, որտեղ այն մարդիկ, որ գալիս են Քարահունջ հայկի ծնունդը տեսնում են, ճիշտ է, իրանք փոխվում են, չէ, բոլորը ինձ ասում են, բոլորը խոսում են այդ մասին եւ այնտեղ առանց ասելու տենում ես ինչ միասնություն ա։ Այո, առավել Տիրում, իմիջիալոց այնտեղ դասակարգային, չգիտեմ, ինչ, ոչ մի բան չկա, էլի, տարաձայնություն մարդկանց մեջ, բոլորը դառնում են մեկ։ Հա, հայելով հայկին։ Այսպես ասենք, այլ հայը հայում է հայկին, վերջապես։ Առաջին անգամ երբ ես հայեցի հայկին, զգացողություններս պարզապես աննկարագրելի էին, որովհետև երբ լսում ես, երբ կարդում ես, երբ տեղեկացված ես լինում մեկ այլ բան է, երբ օգոստոսի 11-ին լուսադեմ ժամը 4-ին դու սկսում ես նայել Աստղազարդ երկնքին ու տեսնում ես երկնակամարում ինչպես է ձևավորվում հայկի համաստեղությունը, ամեն մի աստղ ինչպես է մոտենում եւ ձևավորում, այդ ձևավորման ընթացքում դու ես փորձում քո գիտակցական թրթիռները աշխատացնել կամ միանգամից է ստացվում։ Եվ ես նաև դուք, պարոն Գևորգյան, հազարավոր մարդիկ, Արեգ ջան, իրոք այդ զգացմունքը բոլորն էլ ապրել են, առաջնահերթ իհարկե մենք ենք ապրել, երբ որ առաջին անգամ տեսել ենք, հետո մնացյալ բոլորը, ովքեր եղել են այդտեղ։ Եվ ոչ միայն հայ մարդն է այդ զգացմունքը ապրել, այլ օտարները։ Աբսուրդը գիտես ինչու՞մն է կայանում, որ ամեն օր հայկը վերևում կանգնած է ու մենք իր մասին չգիտենք։ Եվ ամեն տեղից Աբսուրդը դա է, որտեղ ուզում ես ապրի, հայկը վերևում է, էլի։ Իմջարից ասեմ, որ ինքը ուղիղ արևելքում իր գլխավոր աստղը ուղիղ արևելյան կողմն է 90 աստիճան, այո։ Իսկ գոտին մի փոքր շեղված է 98 ազիմուտ, որը բոլոր խորանները ուրեմն ցույց են տալիս այդ ամեն ինչը։ Եվ ինքը ամեն օր նույն կետից ծագում է, այո, մյուս օրը 4 րոպե շուտ նորից նույն կետում է ծագում, հետո 1 տարվա մեջ այդ կետը ցուցաբերում է այդ 4 րոպեները, որ գումարում ես, տարեկան այդ հաշվարկը անում ես, ուրեմն ստացվում է 1440 րոպե, որն է 1 օր, 24 ժամ։ Այսինքն հայկը կառուցում է երկիր մոլորակի ժամանակը։ Եվ դա սկսվել է։ Այո, հայկը նայի նորից ես էդ էի ուզում պատմեի, էլ այդ քրոնոլոգիայի մասին էի խոսում։ Ուրեմն բոլորը արդեն գիտակեն, գոնե գիտեն, լսել են մի տեղից, որ պրոցեսիայի արդեն այդ մեկ շրջափուլը ավարտվել է։ Ասենք մայաներն են ասել կամ աստղագետներն են ասում պետք է որ ավարտված լինի, որտեղ ինքը տևում է մոտավորապես ըստ աստղագիտական տվյալների, այս աստղագիտության 26 մոտավորապես, նրանք ասում են 26000 տարի է տևում այդ պրոցեսիոն մեկ շրջափուլը, հները գիտեին 25920 տարի, իմջալու հները ինչ իմացել են, դա ճիշտ է, էլի։ Ու դա ապացուցելի բան է, ես հիմա դրա մասին չեմ խոսա։ Ուրեմն այդ մեկ շրջափուլը երբ որ ավարտվեց, նորից մենք ժամանակը չմոռանանք, որ ժամանակն է ամեն ինչ կառուցում։ 2008 թվականին 18 տարի առաջ ինչ եղավ, որ գիշերը ժամը 4-ին ես հայտնվեցի Տաթևում 4 հոգու, եւս 3 հոգու հետ միասին, 4 մարդ գնացին Տաթև։ Ինչ որ մի հատ բաներ պետքա չէր լիներ, այդ մարդը ինչ էր, խելքը գցել էր, ինչ էր արել, գիշեր ժամը 4-ին խեր գնա Տաթև։ Հա, ինչ իրադարձություններ պետքա լինեին։ Հա, այդ տեղեկատվությունը, որ ասում են դու չես մտածում, մարդը գիտի ինքն է մտածում։ Այդ սկզբից մտնում է քո այդ եթերային տիրույթ միտքը, հետո գալիս են մտնում է
ուղեղիդ մեջ ու քեզ թվում է թե դու ես մտածել։ Հարցադրումը միշտ ավելի փոքր-ինչ ավելի շուտ է, քան դու դրա մասին մտածում ես։ Ուրեմն այդ դրույթով պայմանավորված ասեմ, որ այդ 2008 թվականի երբեք էլ պատահականություն չէր։ Բայց մենք մեր ուրեմն խոսքը չմոռանանք, ընթացքը այդ ժամանակագրությունը չմոռանանք։ Ուղիղ 26000 տարի հետո, այսինքն մեկ պրոցեսիա, ավելի ճշգրիտ 25920 տարի հետո աշխարհի պորտում, այսինքն զրոյական դիրքում, դա արդեն ապացուցել ենք, մենք տվել ենք քվանտային, ուրեմն կոմպյուտերը նույնպես վերլուծություն է արել, որպես ապացույց հաստատել է դա, որ այդ ամբողջ համակարգը հայկյան նորահայտ, նորագույն տեխնոլոգիա է։ Դա մեզ հաջողվեց այս վերջերս անել, ընդամենը 2 ամիս առաջ մենք կարողացանք գտնել այդ գիտական շրջանակներին Ամերիկայում, որոնք ունեին այդ ուրեմն քվանտային գեր համակարգիչը, կուբիտներով աշխատող, հա, որը քեզ չի խափի, հա, բանի նման, արհեստական բանականության նման էլ, հա, մի խոսքով, եւ կարողացանք մենք այդ եզրակացությունն էր կարեւոր, էլի, որ մենք ստանայինք, մենք պետքա ստանայինք, որտեղ մասնագիտական առումով չկան մասնագետներ կամ մի մասնագիտության մասը կա, այս մի բանը գիտի, մյուսը չգիտի, մյուսը եւ տենց համակարգված դժվար է հասկանալ հայկյան այդ համակարգային ամբողջականության դրույթները, էլի, հա, եւ ստիպված տվեցինք, որպեսզի այդ ընդհանրական իմացականով հագեցած ուրեմն այդ գեր համակարգիչը, այո, եւ տենց եզրակացություն անել։ Հիմա նորից եմ ասում 2008 թվական Հայկը իտես եկավ, ինչքան էլ իրան փակել էին եւ այլն, հա, տեսեք ինչ վայրի վերումներ ա կատարվել, ինչ իրադարձություններ, ինչ հրաշքներ ա կատարվել, որ դա եկել հասել է մեր օրերը, հասկանում եք։ Քանի հազար տարվա ես չգիտեմ դա գիտություն է, որտեղ ոնց հաշվում ես չես կարողանում հասկանալ, էլի որտեղից է հայ իմաստասերի ձեռքը ընկել այս գիտությունը։ Ինքն է հիմնարկել, ուրեմն ինքը մոտավորապես 100,000 տարի պետքա բան ունենար, կենսափորձ ունենար։ Լուրջ եմ ասում։ Չէ 25920 տարեկան է, չէ՞ մեր շրջափուլը։ Շատ զարմանալի է, բան։ Նույնիսկ նայես երկնքին հետո ինչ կիմանաս։ Մի 100 տարի հետո կամ 80 կամ մեռնելու ես, չէ՞։ Ուրեմն պետք է դպրոցը լինի, Արեգ ջան։ Այդ ինֆորմացիան որտեղից է գալիս։ Դե հիմա ինչ եմ պատմում, ասում եմ, պետք է դպրոց լինի հիմնարկված։ Հազարավոր, 100 հազարավոր տարիների, որ գա հասնի եւ դառնա կենտրոնագմբեթ Խաչաձև աստղադիտարան, եկեղեցի, որը աստղադիտարան է, որ իր ազիմուտը 98 լինի, 67.5 լինի, արևի ցարկման զրոյական դիրքն է, ամսի 5-ին, օգոստոսի 5-ին, ժամը 6-ին, դու հասկանում ես սա ինչ գիտելիք է, այն որ հորիզոնի հələ ինքը դուրս էլ չի եկել, հորիզոնի սահմանագծի վրա է 67.5 աստիճան է ինքը ապահովում, հա, Տաթևի ուրեմն ամբողջ վանքը այսինքն բանա, շեղված է 22.5 անկյուն դեպի 67.5, հենց սկզբից նայեցինք, երբ որ գտամ չէինք հասկանում ինչ են գտել, երբ որ հասկացանք ինչ են գտել, զարմանքից քարացանք։ Այդքան գիտելիք մի եկեղեցի։ 98 մտնում ես եկեղեցի, որտեղ ուզում ես մտի, չէ՞։ Այդ 98-ը կա, որ Հայկի գոտին տենաս, 90-ը կա ու կա, նույնիսկ ասենք կա 112.5 ազիմուտ, ասենք հիմա որ ասեմ 112, ոչ մեկին դա ոչինչ չի ասում, չէ։ Օգոստոսի 11-ին այդ նույն բանի Սիրիուսի ծագման, աստղիկի ծագման, ուրեմն բանն է ցույց տալի, ցուցմունքն է ցույց տալի աստղագիտական 112.5 նայում ես, շշմում ես։ Իա, այս որտեղից գիտեն։ Գնում ենք 60, տեսնում եք այս խորանը 60, այ մարդ էս ինչա, բարձվում է առյուծ համաստեղության ծագման ազիմուտն է։ Հրաշք չի, այսպես գիտություն ունենք, ընկել ենք կրակը, ինչի, դմբոների ձեռը կրակն ենք ընկել, բայց ժամանակը ինքը եկավ, Հայկը ինքը եկավ, սկզբից տեսավորվեց, չէ, առարկայական կանգնեց մեր դեմ Տաթևիսյան գլխին կանգնեց, որպեսզի մենք հետագայում սենց
Մեկիկ իրար վրա դնենք այս իրականությունը եւ վերջապես 2025 թվականին այդ համակարգային ամբողջությունը համակարգենք ու ստանանք մի գերգիտություն։ Դա ընդամենը անցյալ տարի ա եղել։ Մինչև այդ ինքը կիսատ պռատ էր եւ այլն ինքը չէր դարել, վերջապես կարողացան քանի տարի տևեց, էլի, քանի տարի տևեց ու դա հեչ, մի վարքյան այ միջալուց, դա տեզերքի համար ինչ է, հա, երբ որ հազարավոր տարիներ այդ գիտությունը կորած ա եղել, մեկ էլ հոպ բացահայտվեց, հա, մենք գնում ենք հետ չենք կարողանում տուտը բռնենք, չէ, հիմա այդ 18 տարին ոչինչ է, էլի, մի հատ շնչեցիր սենց, նույնիսկ վարքյան չի, էլի, ինքը բացահայտվեց, եկավ եւ ինչ պետք է աներ Հայկը։ Չէ, Հայկ ինչ է անում, չէ։ Բաբելոնն է, չէ, քանդում։ Բելին է, չէ, խփում սատկացնում, չէ։ Սատկեց բելը։ Ստի տոպրակը նորից եմ ասում։ Հիմա ամբողջ աշխարհը նորից եմ ասում։ Այդ Էփշտեյնն է, չգիտեմ, այդ էսա էնա էլ այդ կռվից հետո པարզ դարձավ սրա հզորությունը եւ սրա սնանկայնությունը եւ ինչը բացահայտվեց, որ սուտ է այս համակարգը, իր դեմքը դիմակը զերծվեց, հասկանու՞մ, դիմակը դուրս եկավ։ Այդ բելական համակարգը վերջապես ցույց տվեց իրան բացահայտ, որ ինքը անմարդկային մարդակեր համակարգ է։ Եվ տապալվում։ Երբ ով արեց, Հայկը, նորից եմ կրկնում, Հայկը ժամանակն է, ժամանակը իրեն ժամանակին իրեն գործողությունը արեց։ Չկա ոչ մի ուրեմն կենսական որևէ մի տար, հա, որ ունի կենսություն, մեջը չունենա ժամանակ։ Ոնց է ծնունդ, զարգացում, ավարտ, ծնունդ, զարգացում, չէ, ճանճետ, չէ, տանմա ձվադրումը ճիշտ ժամանակին է անում, գիտես, չէ, այն կովը ոնց է գնում ժամը 5-ին կթվելու, հա, ինչ ուզում ես արա, ինքը ժամը 5-ին գալիս է, ասես պատրաստի կանգնում է, որ դու կթես իրան, ասում են ժամանակ գոյություն չունի, հա, ոնց, այդ կովի համար գոյություն ունի, ակլորի համար գոյություն ունի, համայն բնության համար գոյություն ունի, հա, Ձեր համար մարդ արարածներ, հա, գոյություն։ Դրա համար Հայկն էլ գոյություն չունի, վերացական է, հա։ Մարդը չի հասկանում, որ դա բարձրագույն բանականություն է։ Տիեզերքային լայնում, նորից եմ ասում, Հայկի միգամածություններից նորից ասենք, որ մարդիկ լսեն ինչի տեր են։ Ինչ չգիտեն եւ հիմա նայի, ամենակարևորը ինչն է։ Հա, լսում են, հասկանում են, իմիջայլոց, կամ էլ չեն հասկանում, կարևոր չի, բայց խնդիրն ինչ է, որ սա չի մնարկվում։ Ինչու չի դառնում, ինչպես Գորիսեցին արում, ասում է չդառավ։ Ինչու չի դառնում, հա, իրանց բարբառով ասած, որովհետև այս մարդը, որ ծնվել է այս համակարգի մեջ, այո, այս կոմ շրջապատը, բան, անցյալ է մի քիչ գնում, բան, ասում է միշտ խարդախ աշխարհ ա եղել, միշտ սուտն ու կեղծիքն ա տիրել։ Հիմա բա ես ինչ անեմ։ Կարող է ես եմ գալու, ես հոսպիտակա բան չեմ, ագրավ չեմ։ Հա, ինչ անեմ։ Հա, այն դերասան, որ նորից եմ ասում, էլի երտեղվում է ինքը ուրիշ է, բայց ինքը մտնում է խաղի մեջ, հասկանում ես, ստիպված, ասում եմ, բա ինչ անեմ, երեխեքից պիտի պահեմ, բա ասովից հատկեմ։ Ոնց անեմ։ Ինքը արդարացնում է, հիմա էս էլ, երբ որ ինքը հասկանում է, որ կեղծ է, բայց տրվում է կեղծիքին, հա, որ չկա ոչ մի արդարություն, բայց ինքը տրվեց այդ կեղծիքին։ Ինքը միացնում է մի հատ ուրիշ մեխանիզմ, որտեղ ինքը սկզբից ընկճվեց, հետո ոտի կանգնեց, ասաց, հա, մի քիչ սուտ ես կխոսամ, էլի, մի քիչ զեղծարարություն ես կանեմ, բայց քիչ կանեմ, էլի։ Հետո գնամ փողը կտամ, հետո բանը կտան, էլի, մեխից թողությունը կտան։ Բոլորն անում են, ես էլ անեմ, ինչ ա եղել, որ, հա, բա երեխա եմ պահում, նորից եմ կրկնում, շատ կարևոր բան է։ Հետո այդ բանը վերածվում է անտարբերության, որտեղ ինքը էլ չի խորանա։ Ինքը որ տուն է գնում, ինքը հանկարծ իր խղճի հետ զրույցի չի նստում, բախում է։ Որտեղ մի երկու բան ինքը իրան որ հարց տա, չէ, անպայման այդ նույն մարդու խիղճը դատապետելու է իրան, հասկանում ես, ասելու է, այ տղա, ես ինչ ես անում դու, հասկանում ես։
Նույնիսկ շատերը Դա համար հարցել չի տալիս, դրա համար խիղճի այդ ժամանակ արդեն խեղճանում, կորում, թողում է իրանից գնում է, ինքը մարդաբնակ մի հատ խաղապար է, այս մարդը դառնում, ինքը իրան բերում է տենց է դարձնում։ Հիմա ասում են իրանք մեղավոր չեն, դե չգիտեմ հիմա մեղավոր են, մեղավոր չեն, չգիտեմ։ Հա, գուցեև հա, ոնց որ ասում են, այդքան էլ մեղավոր, լավ, սենց ասենք։ Բայց պատկերացնեք Նարեկացին էլ տենց, Հերացին էլ տենց, Թումանյալն էլ տենց ելներ, այն սաղ մեր մեծերը էլ Կոմիտասն էլ տենց ելներ, ի՞նչ օին խաղացին այդ մարդու գլխին, հա, Կոմիտասի, կարդակ կագնեք, բայց ինքը իրա խղճի առաջ մաքուր գտնվեց, և նա, բոլոր մեր մեծերը, բայց մի բուր են էլի սենց, չնոց շատ են, մենք քիչին գիտենք, մի հատ հզոր, հսկայական, մի հատ մենք համայք ենք ունեցել իմաստասերների էլի, այն որ կարդում ես, որ մի գիշերվա մեջ Արիստակեսին 500 աշակերտով մորթեցին, հասկանում ես, թե այդ 5-ից 17-րդ դարը ինչքան շատ պետք է լինեին և ոնց կործանվեցին այդ բոլորը էլի, հիմա ասում են ինչու այսօրվա մտավորականը, ինչ մտավորական, ինչը բանա մտածում դրա համար եք անունը դրել, հա, մտածում է ոնց քյաբաբ բանը լավաշի մեջ փաթաթի դրա համար, հա մտավորական։ Մտավորական հենց այնպես չեն ելնում, նույնիսկ եթե դու ինչ-որ նկարչություն ես անում, կամ ինչ-որ բան ես նկարում, կամ գրում, չգիտեմ եւ այլն։ Էլի մտավորական չես, դա լրիվ ուրիշ կատեգորիա է։ Այդ կորցրեցինք, թուրքը գիտեր, չէ, մորթեց, չէ, մեր ամբողջ մտավորական, այն մտածողներին մորթեց, չէ, որ չմտա ազգ անգլուխ մնա, չէ։ Կորցրել ենք, անընդհատ թուրքն է մորթե, մենք ենք մորթե եւ այլն, անդադ գլխատել ենք, այո։ Եվ ինչ պետք է լիներ։ Այդ վերադաստիարակման ժամանակաշրջանները 4000 տարին, մարդու վերադաստիարակման եւ խնդիրն էր հենց այդ հայկի գիտությունը, այս հաստակ դրված է, հասկանում ես։ Որտեղ քվանտային արդեն մեխանիկան բացատրում է, չէ, այդ քվանտոնների մասնիկների, քվանտային մասնիկների փոխկապակցվածությունը ճիշտ է, ուրեմն ստեղ արդեն ուրիշ գաղափար է, չէ, միանգամից արթնանում, որ դու տիեզերական կերպար ես էլի, հասկանում ես, մասն ես համայնի, ես ամենայն եւ ես ամենեցուն, ասել է Նարեկացին, հասկանում ես, ասել է դու չես լսել, ինքը ասել է, չէ, որ քո երկրային հոգսերով տարված, ով դու հիմար, ինչու կորացար գետնին, անապատական ցիրերի դասին կարգվեցիր, ասել է, չէ, այդ մարդը։ Ապշելու է, պարոն Գևորգյան, Բա հիմա մեր երեխեքին մենք ինչ դաս ենք տալի։ Ասում ենք, իմիջիայլոց իրանք շատ ընկալող են, չմտածեք, թե իրանք հենց միանգամից ընկալում են, այն ինչ որ դու ասում ես, այդ երեխեն, որտեղ ինքը մաքուր է, չէ։ Մաքուր է, անաղարտ է, էլի, մինչև ասենք, չգիտեմ, 7-8-9 տարեկան, էլի, նենց է ընկալում։ Այն մեծիկներին ասում ես, զարմացած վրա տան, այմ ասում ես, բաննով է, էլի, հիմարը։ Մի ամիտ մարդ է, էլի, ես ի՞նչ է խոսում, այմ այդ ռեալիզմն է, որ ես պիտի վաղը գործի գնամ, փող աշխատեմ, մեկին ֆռսնեմ, բերեմ տուն, երեխուն բա հաճ չտանք, էս է։ Կոպիտ էս է այս աշխարհը, հասկանում ես, բոլորս էլ մասն են կազմել, էլի, այդ կոպիտ աշխարհի, ուզես թե չուզես, Արեգ ջան, բոլորս էլ կազմել ենք ժամանակին, բայց մի կետից ինչ որ դու միանգամից ասում ես, չէ, ես այդ աշխարհի մասը չեմ, ես պետք է իրականության հետևից գնամ, ինչքան էլ դժվար լինի իմ համար, էլի, հա։ Մահերը գնացել է, սաղ ման են գալի, մահերը պետք է գա սաղ իրանց փրկի, այ մարդ Ես մարդուն միամտածրել են այն առումով, որ իրանից բան կախված չի։ Ժարոց կախված է, որտեղ ամեն մարդ դի գնա տիրի մոտ, գրողի ծոցը։ Գիտես չէ այդ, որ տիրը գրողն է, էլի, որպեսզի գրողի փայ չդառնաք, որպեսզի ինքը ձեզ տա ճիշտ ճանապարհ են ուղին հավերժության, ուրեմն հիմա պետք է մարդ մնաք, չէ՞, տատերը ասում էին, չէ՞, մարդ եղի, լավ մարդ կդառնաս։ Չեն ասում, ասենք, լավ երաժիշտ կդառնաս, լավ են, չէ, ասում էին լավ մարդ։ Բայց եկավ մի ժամանակ ասեցին, այս վերջերս ասում էին, լավ մարդը մասնագիտություն չի։ Հասկանում ես, թարսեցին։
Այն որ մեկը բաներ ասում էր մարդ չի։ Հասարակ մի հատ բառ է, մարդ։ Կամ մարդ ես, կամ մարդ չես, չէ՞։ Մորիկի պատմությունը գիտես։ Հոշականցի մորիկը այդ բանը ասում է հերը միշտ ասում է մարդ չես ու մարդ չես դառնա։ Անդադ ես ինչեր անտարսու շիտակ եւ այլն, հա։ Հայրը անդադ է ասում, այս թողում է տնից գնում է Բյուզանդիա, դառնում է Բյուզանդիայի կայսր։ Հիմա դա առասպելա թե իրականությունը չգիտենք, երևի թե առասպելա, բայց շատ կարևոր ուսուցողանական առասպելա էլի։ Հա, դառնում է կայսր ու հետո գալիս է Հայաստան իր թիկնազորով բաման, կանգնում է հոր դռան առաջ, հերը դուրս է գալիս, հենց նայում է, ասում է. «Հեր, մորիկդ են, տղատ են, հիշում ես ինչ էի ասում, որ ես մարդ չեմ դառնա։ Տես ով եմ դառել։ Տղա ջան, ես չէի ասում կայսր չես դառնա, ես ասում էի մարդ չես դառնա ու չես դառել»։ Սա մեր պատմությունն է, հիմա նորից եմ ասում, առասպելա թե չէ։ Ուրեմն դու կարող ես կայսր էլ դառնաս, չգիտեմ ով էլ դառնաս, բայց առաջին հերթին պետքա պահպանես քո մարդկային արժեքն ու արժանապատվությունը։ Գդակը Շամբերան Փանոսի նման չտաս, չանես տասն։ Փանոս, ասում բա մարդն էլ գդակը տա Շամբերան, չէ, պատիվն է, չէ։ Պատիվն է, պետք է հասկանանք, չէ, այնտեղ ինչ է ասվում, ինչ հանճարեղ խոսքեր է ասվում, չէ։ Սա է ամբողջ ուրեմն համակարգային այս բանն է, որ մարդը պետք է ընկալի։ Հիմա ինչն է կարևոր, որ մարդիկ հասկացան, որ քանդվեց, փլվեց այդ չարի աշխարհը, որտեղ հիմա իրավունք չկա, ոչ մի տես բան չկա։ Թող թղթաբանություն գնում են բաներին, բանակցելու եկալմա բոմբը գցում, ռումբը գցում, նրանց գլխին սպանում է եւ այլն, հա։ Պարոն Գևորգյան, քիչ առաջ ասացիք, որ գաղափարի միասնությունը ամրացրեց եւ պահեց պարսիկների դեպքում։ Ամբողջ աշխարհը միշտ գերագնահատել էր Միացյալ Նահանգներին, ասելով, որ աշխարհի թիվ 1 բանակն է, ամենահզորն է, թերագնահատել էին Իրանին, որ պաշարված է, շրջափակված է։ Նահանգներին գերագնահատել էին, նրան թերագնահատել։ Նաև գերագնահատել էին Իսրայելի ուժը։ Եվ ինչ ստացվեց։ Սատի տոպրակը նորից եմ ասում, տրակեց։ Այո, մեր աչքի առաջ, որ մեր հարևան Բաբելոնյան աշտարակը նորից եմ ասում, քանդվեց եւ քանդվեց հիմնովին, ել չեն կարա վերակառուցեն։ Եվ դրա հիմքը ըստ ձեզ գաղափարի միասնությունն է։ Մեր աչքի առջև իրական գաղափարի։ Այո, մեր աչքի առջև մենք ունենք օրինակ, ճիշտ է։ Միթե մեզ մոտ չի առաջանալու այդ գաղափարի միասնությունը, որը մեզ տրված է եղել։ Առավելևս մեր աչքի առջև տեսնելով, հասկանալով Իրանը ինչ արեց։ Անպայման դրա համար եմ ասում։ Ես ինչու պատմեցի 2008 թվական, ես այդ պատմությունը չէի ուզում կրկնեի իմ մասին խոսալով, ոչ։ Ես նորից եմ ասում, դիտորդի կարգավիճակ եւ կորուսյալ քո գիտելիքը գալիս է քո իմաստասերների կառույցը, որը ամբողջ աշխարհագրական դիրքում գտնվում է բացառիկ մի հատ զրոյական կետի վրա, դու գնում ես ժամանակին քո նախահորը տեսնում ես ճիշտ ժամանակին ժամը 4-ին, երբ որ ինքը պետք է կայացնի մեկ այդ շրջապտույտի ցիկլը, նույնիսկ 25920 տարվա կտրվածքով, որտեղ մինուս պլյուս է դա, էլի 2008 թիվն է, էլի։ Հա, հիմա սա մենք ասենք պատահականություն է, ու դրանից հետո այս իրադարձությունները, որտեղ մահերը ասել է, չէ, աշխարհը մինչև չքանդվի, ուստի պետք է տողատակերը կարդաս, այս մարդը բանը ասում է, այն հին աշխարհը, արդարությունը չկա, ես գնում եմ, չէ, ասում է արդարության կորստի պատճառով ես գնում եմ մտնում քարի տակ, ճիշտ է։ Կգա արդարություն, ասում է երբ կգա, ասում է երբ որ այն հին աշխարհը կքանդվի, նորեն կշինվի, այսինքն այդ հիմա պատմում եմ այդ հին աշխարհի Բաբելոնի N4000 եւ այս նոր տաճարը ինչ է ուզում կառուցեին, հա։ Բայց իրանք արդեն կառուցել էին, մի երկու բաներ մնացել, էլի, հասկանում ես։ Ու փլվեց։ Ասացիք, որ Իրանը չի տապալվելու։ Կարծես կանխատեսող լինեիք, պարոն Գևորգյան։
Եթե ես ավելի շուտ եմ ասել, քան հիմա։ Իրանը չի տապալվելու եւ ձեր ասածից Պարզից պարզ։ օրերը հետո կարծես թե պատերազմը դադարեց։ 3 տարի առաջ Իրանը եկավ Հայկի օրհնությունը վերցրեց, չէ՞, Նավասարդ եկավ արեց, չէ՞։ Այո, ես եմ մշակույթային, ուրեմն ինքը պետական մակարդակով է եկել, հասկանում ես, մենք զարմանում ենք, էլ այդ ո՞ն։ Քաղաքակիրթ ձևով։ Պետական, մենք մինչև հիմա պետական մակարդակով Նավասարդ չենք անում, այդ օր ինչ-որ լեռնանոր է, ինչ է, չգիտեմ, եւ այլն, հա։ Անդադ փորձել են այդ օրը մի բան տվել են, բան չի ստացվել, մի խոսքով պետք չի իրանց, ուժ պետք չի, բան պետք չի, որտեղ այն կառավարիչները Ինչպես ստացվեց, որ իրանցիները ժամանակի մեջ ճիշտ գիտությունից օգտվեցին, մենք քնած ենք։ Հա, որտեվ իրանց համար գիտնականը, արվեստագետը եւ այլն բարձր արժեքի մարդիկ են, նորից եմ կրկնում։ Սա է գաղափարի հզորությունը եւ իրանք իրար լսել գիտեն եւ գաղափարական միասնություն ունեն, երբ որ մեռնելու ես գնում քո պրեզիդենտի հետ, ղեկավարի, չէ, այն որ պիտի խփերը ամերիկան, սաղ Իրանը դուրս եկավ, չէ, փողոց ասեց, դե խփի։ Ու բանն էլ Էզեշքյանն էլ հետները, չէ՞ գնաց, դե խփեք, ես էլ հետներն եմ, խփեք կմեռնենք։ Հիմա ինչ Խոմեյնին խոսքի օրինակ բունկեր չէր կարա մատներ։ Գնաց հասարակ պայմաններում։ Գնաց իրեն ազգին ազատելու համար, ինքը հասկացա 86 տարեկան արդեն ես իմ կյանքը ապրել եմ։ Ժողովրդի նվիրյալ ձևով։ Եվ մնաց պատմության ոսկե էջերում։ Իհարկե, հիմա ամբողջ աշխարհի ուրեմն սիմպաթիան հիմա Իրանի կողմն է, ասում են, սա ասում են, չէ՞։ Որ միանգամից այդ ժողովուրդը տեսավորվեց այլ մի հատ տեսանկյունով, չէ՞, սա սուտ, կեղծիք, նորից եմ ասում, էշով են մանգալի, այնտեղ 15-րդ դարի, 5-րդ դարի հետամնաց ժողովուրդ են, SNN են։ Հիմա տեսան թե ինչ հզոր ժողովուրդ են, իրենք բոլորին փրկին, սաղ աշխարհին փրկեցին։ Բայց քանի որ հայկյան համակարգն անդե, նորից եմ ասում, այդ Պերսեպոլիսը եթե նայեք, նախ իրանք այդ հայկյան տոմարը ունեցել են ժամանակին, են հին իրանց տոմարն է դա եղել են մինչև կորցրել են ինչպես եւ մենք, հա։ Հին աշխարհում Եգիպտոս, Պարսկաստան, Հնդկաստան, Հայաստան, նույնիսկ մայաները այնտեղ օրինանույնն է եղել, մի քիչ համակարգային բաժանումներն է տարբեր եղել, դա էլ խնդիր չի, որտեղ նույն չափագրությունը կարող ես դու տարբեր բաժանումներով ներկայացնես։ Բայց այս աշխարհը մետաքսի ճանապարհը, հասկանում ես, այն արդարամիտ աշխարհը, որտեղ օրենք կար, պատիվ կար, պատվարժանություն կար, ասած խոսքի արժեք կար, կարային մարդիկ ստորագրություն, թուղթ, բան չկար։ Մարդը ասում էր, իրեն պատվով էր երդվում, խոսք էր ասում ու գիտեր, որ նա պատվազանց չի լինի, հասկանում ես, այդ այնց աշխարհ է եղել հայկյան ժամանակները։ Ինչը վերադառնում է։ Եկավ Հայկն եկավ, նորից եմ ասում, Հայկը եկավ, ինքը չկարա պարտվի, նորից եմ կրկնում, ինչ որ Բաբելոնի, ինչ որ Բելի, հա։ Ոնց պետք է պարտվի։ Շնորհակալություն պարոն Գևորգյան։ Ես եմ շնորհակալ։ Եվ մեր հետևորդներին խնդրում եմ մեկ նախադասությամբ ձեր խոսքը համեցեք։ Ես ուզում եմ, որ ամեն մարդ հիմա, ես ասեցի, չէ, ասեցի, թող ամեն մարդ գնա նստի, նա ով ուզում է արդարության կողմը լինի, թող իրեն խղճի հետ զրուցի։ Ամեն ինչ կգա իրեն տեղը։ Հենց խիղճը ձեն հանեց, ինքը տանելու է դեպի Հայք, դեպի տիեզերք, դեպի փոխ համաձայնություն համայնի։ Ես ամենայն եւ հիս ամենեցունն։ Էլի ուղղորդեցիք դեպի Նարեկացի, զրույց, խղճի հետ զրույց, Աստծո հետ։ Ուրիշ բան չկա, ամենամեծագույն ճշմարտությունն է։ Իհարկե, անտարակույս։ Հոգաչափ շնորհակալ եմ պարոն Գևորգյան, որ եկաք եւ հետաքրքիր բովանդակալից զրույց ունեցանք։ Ամենայն բարիք ձեզ։ Ես եմ շնորհակալ։ Այսպիսին էր այսօրվա տեսլականը։ Զրուցակիցս հայագետ հնագույն քաղաքակրթությունների հետազոտող Վազգեն Գևորգյանն էր։ Շնորհակալ եմ ուշադրության համար, բաժանորդագրվեք մեր ալիքին հաղթանակ եւ խաղաղություն հայոց աշխարհին։